Շատ են հարցերը, բայց մոտ 1 ժամ է զրուցում ենք, եկեք այսօր այս կանով սահմանափակվենք։ Մի բան ակնհայտ է, որ նույնիսկ եթե մենք մեզ չճանաչենք էլ, էպոսը մեր չքնաղ արժի կարդալը։ Վստահ եմ դրանից հետո այլ վիբրացիաներ ես զգում, հատկապես Սասնա բարբառով, այ ոնց ասցիք գրքից նկարները, կերպարները դուրս են գալիս։ Անշուշտ, սակայն եթե հասկանում ես, տարբեր է լինում։ Օրինակի համար վերջերս Անուշ Արշակյանի հետ երբ որ խոսում ենք, ասեցի քո երկած երգը, ոնց որ Կարո Չալիկյանի գիրքը որ հրատարակվեց, այդ երգերի ժամանակագրությունը այդ մեթոդը ես տվեցի, որտեղ երգերի մեջ կա յուրաքանչյուր երգեր կան, որոնցից յուրաքանչյուրի մեջ 8-9 աստղագիտական բաղադրիչ կա եւ հնաստղագիտության օրինաչափություն, որը տեքստի մեջ կա, ըստ դրա կարող ես մոտավորապես որոշել, թե որ հազարամյակի երգը։ Որտեղ այդ աստղերը այսօր չեն դուրս գալիս, բայց ինքը այդ աստղերով է, ասում է գարունա, ասում է ոսկե ցլուկ, խերական, քո խերական, մերական խռովել ես, արևից առաջ ընկել ես, աստղերի մեջ կպող ես, ճող ես, գարունա, հա, ես էլ ասում եմ գութանս վեկալած, վար եմ անում, քու դեմքը աղբերի ականն է, ձուկ տերյունականն է, կակավիկը եկավ խլեց, գողացավ ցորենը, տվեց ձկանը, անիմաստ բառեր, բայց հանճարը գեղեցիկ երաժշտություն, անիմաստ չի, երբ որ երկնքի պաստառը դեմ մտա, ստեղ ցուլ համաստեղությունը մարտի 21-ին բարձանում արևից 4 րոպե առաջ, նոր ճառագայթները սկսում են, դիմացը կարճ ասած ջրհոսի համաստեղությունը աստղի ականն է, անմիջապես հարավային ձուկը ոտի տակ է,